Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պատրաստվում է առաջիկայում դիմել ու մասնակցել մանկավարժի որակավորում շնորհող դասընթացներին, սեփական փորձով համոզվելու, թե դրանք որքանով են արդյունավետ։ Արդեն 4-րդ տարին իրականացվում է մանկավարժության և հոգեբանության 30 կրեդիտի լրացուցիչ կրթական ծրագիրը, որը նախատեսված է այն անձանց համար, որոնք ունեն բարձրագույն կրթություն, բայց չունեն մանկավարժի որակավորում, ինչը պարտադիր պայման է դպրոցում դասավանդելու համար։ Նախ կարծում եմ շատ օգտակար կլինի նաև ինձ համար համոզվելու և տեսնելու, թե այն անձը, որ չունի մանկավարժի որակավորում, արդյոք բավարար գիտելիք ու հմտություն ստանում է ուսուցիչ աշխատելու համար։ Տարբեր ոլորտների մասնագետներին մանկավարժական հմտությունները ճիշտ փոխանցելն ու դասարանում աշխատելուն ճիշտ պատրաստելը նախարարը հատկապես կարևորում է այս փուլում, երբ նպատակ կա արհեստական բանականության, գրագիտությանն ու նաև տեխնոլոգիական կրթությանը դպրոցներում մեծ տեղ հատկացնել, և հետևաբար հնարավոր է անհրաժեշտություն լինի ներգրավել տեխնոլոգիական ոլորտի մասնագետների։ Մենք նախկինում ունեցել ենք փորձ, երբ որ նոր առարկաները ներդրվել են առանց նմանատիպ աշխատանքի, օրինակ շախմատի պարագայում, եւ սա բազմաթիվ խնդիրներ է առաջացրել զուտ մանկավարժական հմտությունների։ Որպես նախարար ինձ կարևոր է, որ ես համոզվեմ, որ ամեն ինչ ճիշտ է արվում։ Մանկավարժական համալսարանում, որտեղ հիմնականում իրականացվում է 30 կրեդիտի շնորհման ծրագիրը, ասում են նախարարն արդեն հետաքրքրվել է պահանջվող փաստաթղթերով։ Չեմ կարծում, որ դա լարվածություն առաջացնի, դե ավելի մեծ պատասխանատվություն է առաջացնում, տեսնենք։ Այստեղ դասընթացներն ուսումնական տարվա ընթացքում իրականացվում են 2 անգամ։ Մեկն արդեն ավարտին է մոտենում, մյուսը կսկսվի փետրվարին։ Նախորդ տարիներին միայն մանկավարժական համալսարանում այս դասընթացներին մասնակցել ու դպրոցում դասավանդելու իրավունք է ստացել մոտ 400 մարդ։ Եվս 57 հոգի շուտով կավարտի ծրագիրը։ Մենք հետադարձ կապնել ունենք մասնակիցների հետ, նրանց արդեն 90%-ը, գրեթե 90%-ը արդեն դպրոցներում աշխատում են։ Եվ ծրագրի ընթացքում էլ տարբերությունը նկատելի է դառնում, որովհետև հիմնականում ծրագրի շահառուները ավելի հասուն տարիքում են որոշում կայացրել, որ իրենք պետք է գնան, մտնեն դպրոց եւ ուսուցչի առաքելություն իրականացնեն, այդ մոտիվացիան էլ արդեն իրենց մեջ կա։ Այժմ գործնական աշխատանքի պաշտպանության փուլն է։ 4 երեխաների երիտասարդ մայրը, որն ունի դեղագործական քիմիայի մասնագիտություն եւ Գանձակ գյուղի համար 2 միջնակարգ դպրոցում աշխատում է քիմիայի ու կենսաբանության լաբորանտ, որոշել է նոր գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերել։ Հաշվի առնելով ներկայիս քիմիայի ուսուցիչների սակավությունը, որոշեցի օգտվել այս լավ ծրագրից եւ դառնալ քիմիայի ուսուցիչ։ Ծրագրի տևողությունը մոտ 4 ամիս է, առկա ու հեռակա դասընթացներով, գործնական ու հետազոտական աշխատանքներով եւ դրանց պաշտպանությամբ։ Մինչեւ նախարարն իր փորձով կգնահատի ծրագրի առավելությունն ու թերի կողմերը, Քրիստինե Մանուկյանը նշում է. Ծրագիրը շատ կարևոր է, սակայն մի քիչ ժամանակահատվածն է քիչ, բայց դժվարությամբ կարողանում ենք հաղթահարել։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, Արտակ Գևորգյան, լուրեր։